Համահայկական ճակատ շարժման և համահայկական ճակատ կուսակցության անդամները մայիսի 8-ին հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրման 33-րդ տարելիցի առիթով Արարատի մարզում դեպի Արցախ տանող ճանապարհի երկայնքով ծառատունկ էին կազմակերպել։ Իրականացված ծառատունկի խորհուրդն էր. Արցախի էջը փակված չէ։ Մենք դեռ հետ ենք բերելու մեր հայրենիքը։ Համահայկական ճակատ շարժման, ինչպես նաև կուսակցության ներկայացուցիչները, անդամները այս պահին գտնվում են Արարատի մարզում, ինչպես տեսնում եք, Արցախ տանող ճանապարհն է եւ այստեղ մենք կազմակերպել ենք այսօր ծառատունկի վայրը, որպես խորհուրդ է ընտրված, ինչպես այսօր հայրենիաց պաշտպանի շնորհավորական իր ուղերձում նշեց գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, այս ծառատունկը արվում է հենց այստեղ Արցախ տանող ճանապարհին եւ սա խորհուրդ է իրենից ներկայացնում, որ հետագայում էլ մարդիկ այստեղով անցնելուց, որպեսզի այս խորհուրդը, այս ոգին զգան եւ սա նաեւ ասելիք ունի կարեւոր, որ պատմության այս էջը մեզ համար դեռ փակված չէ։ Եվ օգտվելով առիթից նաեւ ես ուզում եմ շնորհավորել հայրենիաց պաշտպանի օրվա առթիվ մեր բոլոր հայրենիաց պաշտպաններին, այն տղաներին, լույս այն տղաների հոգիներին, ովքեր այսօր չկան ֆիզիկապես մեր կողքին չեն, մեր մարտական ընկերները, մենք բոլորին անուն առանուն հիշում ենք, պատվում ենք եւ խոնարհվում ենք։ Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել, նաև շնորհավորել այսօր երկրապահի օրն է, բայց ուզում եմ շնորհավորել այն երկրապահներին Վազգեն Սարգսյանից մինչև Մանվել Գրիգորյան եւ այսօր էլ գործող այն երկրապահ կամավորականներին, ովքեր տեսակով մնացել են երկրապահ կամավորականներ եւ ովքեր համամիտ չեն այն խոսքին, այն թեզին, որ ասվել է, թե իբր հեղափոխությունը ավելի մեծ ու ավելի կարևոր նշանակություն ուներ, քան 1988 թվականի Արցախյան շարժումը։ Շնորհավոր տղաներ, դուք տեսակով մնացեք երկրապահ։ Ինձ թվում է այսօր ամենակարևորը տեսակով հայրենիքի պաշտպան մնալն է, որը մենք չնայած տեսնում ենք, որ գնալով ավելի պակասում է, բայց այս տեսակը կա եւ գալու է ժամանակը, որ իրոք այս տեսակը միաբանվելու է եւ այդ ժամանակ մենք տեսնելու ենք մեր երկրում հստակ փոփոխություններ, մենք նորից հզորանալու ենք, մեր բանակը նորից մարտունակ է դառնալու։ Այս հավատով, այս հույսով։ Այսօր համահայկական ճակատ կուսակցության եւ շարժման անդամները իրականացրեցին Արարատի մարզում ծառատունկ դեպի Արցախ գնացող ճանապարհի երկայնքով։ Խորհուրդը հետևյալն է, ինչպես նշեց մեր առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, պատմության այս էջը փակված չէ եւ վստահ եմ, որ սա շարունակելի կլինի։ Այժմ մենք գտնվում ենք Եռաբլուրում, որտեղ ծաղիկներ խոնարեցինք պատերազմներին մասնակցած հերոս տղաների շիրիմներին եւ կարող եմ ցավով նշել, որ անգամ պաշտպանության նախարարության կողմից գեթ 1 ծաղիկ կամ ծաղկե պսակ տեղադրված չի, որը շատ ցավալի է, չէ որ այսօր նշվում է երկրապահի օրը։ Եվ նշեմ, որ 2018 թվականից Չակերտավոր Թավշյա հեղափոխությունից հետո այս իշխանությունները կորցրեցին մեր տոները, արժեզրկեցին մեր տոները, մեր հաղթանակները եւ փորձում են այս իրենց ապիկարությամբ փակել այն հաղթանակած էջերը, որոնք ունեինք մենք։ Այսօր Շուշիի ազատագրման օրն է, հայրենիքի պաշտպանի օրն է եւ այս առիթով համահայկական ճակատ շարժման անդամները, համահայկական ճակատ կուսակցության անդամները Արարատի մարզում Արցախ տանող ճանապարհի որոշակի հատվածի երկայնքով ծառատունկ իրականացրեցին, ինչու այնտեղ եւ ինչու ծառատունկ, մենք Արցախ տանող ճանապարհի վրա ծառատունկ իրականացրեցինք ասելու համար, որ Արցախի էջը փակված չէ եւ այն չի կարող փակվել, իսկ ծառատունկը խորհրդանշում է մեր տղաների սխրանքը, որոնք 90-ական թվականներից մինչև այսօր իրականացրել են եւ հիմա մենք Եռաբլուրում ենք, ուզում եմ ասել փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, որոնք իրենց
կյանքի գնով ազատագրեցին Շուշին, փառք ու պատիվ բոլոր հերոսածին մայրերին, համբերություն անհետ կորածների ծնողներին եւ մեզ այսօր մեր հավաքական ուժն է պակասում նորից եռատոն նշելու համար։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր մտքում, հոգում պետք է նոր փոփոխություններ մտցնենք եւ համախմբվենք, որովհետեւ 90-ական թվականներին մեր ոգին եւ այդ համախմբվածությունը բերեց Արցախի ազատագրմանը։ Այսօր ցավոք Հայաստանում գործող իշխանությունը փակել է իր համար Արցախի էջը, Արցախի Շուշիի ազատագրումից հետո Արցախի մի շարք շրջաններ այսպես կուտեղի վրա նվիրեց հակառակորդին վերել է արդեն քանի տարի նստեցրել է մեր բարձրավանդակում, Ջերմուկում, Վարդենիսում, Սյունիքի հատվածներում որոշակի եւ որևէ գործողություն չի իրականացվում, ընդհանրապես ասում է, որ մենք գնում ենք խաղաղության, մեզ իսկապես այսօր հավաքական ուժ է պետք եւ համահայկական ճակատշարժումը հենց այդ ճանապարհն է հարթում, համահայկական ասվածը հենց դրա վառ ապացույցն է, այդ ճանապարհն է հարթում, որովհետև այս իշխանությունը եկավ ջլատեց բոլոր ուժերը, սև ու սպիտակի բաժանեց, Արցախը դատարկեց, Արցախը հանձնեց, Հայաստանը տեսեք ինչ վիճակում է, մեզ մեր միասնությունն է պետք, որպեսզի կարողանանք պատվով գալ այստեղ, պատվով ծաղիկներ խոնարել այս տղաների շիրիմներին, որովհետև մենք այս տղաների սխրանքի առաջ պարտք ունենք, մենք այս տղաների թափածարյան համար դեռ անելիք ունենք, փառք ու պատիվ մեր տղերքին, մեր սահմանում կանգնած զինվորին, հայոց բանակին եւ այն գեներալներին, ովքեր տարիներ շարունակ կանգնել են բանակի ամրացման գործում։ Այսօր մայիսի 8-ն է մեր հաղթանակի Շուշիի ազատագրման օրը։ Այսօր այցելելով Եռաբլուր ես կրկին վերապրեցի մեր տառապանքները, մեր ցավը, կրկին վերհիշեցի նկուղում ապրած, վերապրած մեր ցավը, մեր կյանքը, Ստեփանակերտում մեր ազատագրական պայքարը, Արցախի մեր ազգային ազատագրական զարթոնքը, մեր պայքարի վերելքը, արդյունքում Շուշիի ազատագրումը, մինչ այդ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության կերտումը եւ մեր ազգային պետականության կերտումը։ Ու Շուշին նաև հանդիսացավ այն կարևորագույն հիմնաքարը, որն ապահովեց Արցախի Հանրապետության անկախության այն 30-ամյա գոյության փաստը։ Մենք վերապրել ենք, ես լինելով արցախցի, վերապրել եմ, անցել եմ բոլոր պատերազմների բովով, անձամբ կրել եմ այդ պատերազմների կորուստն ու ցավը, անձամբ կրել եմ այդ տառապանքները եւ ինքս ականատես եմ եղել Շուշիի ազատագրմանը, ինքս եղել եմ այդ Ադրբեջանի կողմից սանձազերծված 1991-94 թվականների պատերազմի ականատեսը, առաջին Արցախյան պատերազմի ականատեսը, ինչու՞ չէ նաև մասնակիցը, մենք բոլորս արցախցիներից կամա թե ակամա հենց այդ բոլոր պատերազմների մասնակիցն ենք։ Վերհիշում եմ, թե ինչպես էինք մենք նկողում եւ վերհիշում եմ, թե ինչպես մայիսի 8-ին 1992 թվականի հենց գիշերը 2:30 սկսվեց Շուշիի գրոհման, ազատագրման գործողությունը, Հարսանիք լեռներում գործողությունը, որը պլանավորվել էր նախապես մայիսի 4-ին Արկադի Տեր Թադևոսյանի նախաձեռնությամբ, ազատագրվեց Շուշին 4 հիմնական ուղղություններով, 6 ենթաուղղություններով իրականացնելով Շուշիի ազատագրման գործողությունը։ Ունեցել ենք բազում հերոսներ Արցախի ազատագրման, հենց Շուշիի ազատագրման, Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում, թե առաջին, թե ապրիլյան քառօրյա, թե 44-օրյա, ինչու՞ չէ նաև 2023 թվականին Արցախի Հանրապետության բռնի, այսպես ասած, տեղահանման բնակչության
նաև այդ 1-2 օրյա ռազմական գործողությունների ընթացքում մենք ոչ ոքի չենք մոռանա, չենք մոռացել, բոլորի փառքը, բոլորի հիշատակը անմար է, բավականին վառ է, դեռ մեր ամուսինները, մեր ծնողները, մեր ազգականները, որոնց շիրիմները գտնվում են Արցախում, այսօր ենթարկվում են թշնամու կողմից սրբապղծության ու այսօր քարլռությամբ ողջ աշխարհի առջև ավերվում է Արցախի մշակութային ժառանգությունը, ավերվում են մեր շիրմաքարերը, թե եղբայրական Երեզմանոցը, թե Ստեփանակերտի, թե մեր հուշակոթողները, թե ողջ շրջանների եւ բավականին մեծ ցավ ենք ապրում, որ թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, թե ողջ աշխարհը լուռ ու մունջ է այդ ամենի ականատես լինում եւ կարծես թե այդպես էլ պետք է լինի ու ոչ ոք չի պատրաստվում քաղաքական գնահատական տալ այն ամենին, ինչ կատարվում է այսօր Արցախում առանց հայերի Ադրբեջանի բարբարոսական քաղաքականության հետևանքով Փառք մեր բոլոր տղաներին, մեր հորոսներին, մեր զոհերին, հույս ունենանք եւ հույսը միշտ կա, որ պատմությունը իր արժանի գնահատականը կտա այս ամենին ու մենք պատվով կվերադառնանք Արցախ ու կկերտենք վերստին մեր պետականությունը, թող այս օրը լինի այն սկիզբը, որը այդ ամենի հիմնակարը կդնի։